Մյանմայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1002-ի, 2376 մարդ վիրավորվել է, բացի այդ 68 մարդ դեռևս անհետ կորած է համարվում։ Իշխանությունները շարունակում են ցուցակներ կազմել մարտի 28-ին գրանցված ուժգին ցնցումները ավերածություններ են առաջացրել երկրի գրեթե ամբողջ տարածքում։ Ականատեսների վկայությամբ փլուզվել են բազմաթիվ բնակելի շենքեր, վարչական շենքեր, հիվանդանոցներ։ Մարտի 28-ի ուշ երեկոյան Ուկրաինայի հարավ-արևելքում գտնվող Դնեպր քաղաքի վրա ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով 4 մարդ է զոհվել եւ խոշոր հրդեհ է բռնկվել հյուրանոցային եւ ռեստորանային համալիրում։ Բազմաթիվ առանձնատներում հայտնել է Դնեպրոպետրովսկի շրջանի ղեկավարը։ Ռուսական ուժերը Դնեպրին հարվածելու ժամանակ օգտագործել են ավելի քան 20 անօդաչու թռչող սարք, կա 19 վիրավոր։ Լիսակը հայտնել է, որ վիրավորներից 3-ը գտնվում են ծանր վիճակում։ Ուկրաինայի զինված ուժերը մարտի 28-ին հայտնել են, որ Ռուսաստանի Բրյանսկի շրջանում նախորդային իրականացված հարվածի հետևանքով ոչնչացվել է անցակետի ռազմական ենթակառուցվածքը։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Բրյանսկի Սլուչովսկի շրջանի Պոգարի սահմանային անցակետին, հայտնում է զինված ուժերի գլխավոր շտաբը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը չի դիտարկում ԱՄՆ-ի կողմից տրամադրված ռազմական օգնությունը որպես վարկ։ Մենք շնորհակալ ենք աջակցության համար, սակայն դա վարկ չէ եւ մենք չենք պատրաստվում այն այդպիսին համարել, ընդգծել է Զելենսկին։ Նա նաեւ հայտնել է, որ Ուկրաինան ստացել է ԱՄՆ-ի հետ կարևոր օգտակար հանածոների վերաբերյալ նոր համաձայնագրի նախագիծ, որը նրա խոսքով ամբողջովին տարբերվում է նախկին շրջանակային փաստաթղթից։ Գրենլանդիան անհրաժեշտ է Միացյալ Նահանգներին միջազգային անվտանգային խաղաղության ապահովման համար, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա հավելել է, որ այդ տարածքում կան չինական եւ ռուսական նավեր, որոնց մասին հոգ տանելը Վաշինգտոնը չի կարող թողնել ոչ Դանիային, ոչ էլ որևէ մեկին։ Մեզ պետք է Գրենլանդիան, միջազգային անվտանգությունը շատ կարեւոր է։ Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը։ Դանիայի վարչապետը հակադարձել է Գրենլանդիան չի վաճառվում։ Դոնալդ Թրամփը խոսել է նաև Իրանի հետ հարաբերություններից եւ նշել, որ վատ բաներ կարող են պատահել Իրանի հետ, եթե երկրի իշխանությունները համաձայնության չգան Վաշինգտոնի հետ Թեհրանի վիճահարույց միջուկային ծրագրի վերաբերյալ։ ԱՄՆ նախագահը հիշեցրել է, թե ինչպես է նամակ ուղարկել Իրանի իշխանություններին, որում ասել է, որ այսպես թե այնպես պետք է որոշում կայացվի։ Թրամփը նշել է, որ կամ Վաշինգտոնն ու Թեհրանը կխոսեն ու կքննարկեն հարցեր, կամ էլ շատ վատ բաներ կկատարվեն Իրանի հետ։ Թրամփի նամակը Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին ներառում է երկամսյա վերջնաժամկետ նոր միջուկային համաձայնագրի կնքման համար։